նախագահ լիազորությունները անցնելով է այդ հրամանը տվել, թե գործերի լիազորությունների շրջանակի մասին է խոսքը։ Որ ասում եք այդ հրամանը ուզում ճիշտ է, որտեղ եթե 0038-ն է, նախագահան դա չի տվել, ու մեղավորանք էլ չկա որ տվել է։ Եթե խոսքը վերաբերում է ամսի 1-ի հրամանը հասնա։ Արգելական, հենց այդ եմ բարձրացնում, դուք իրավունություն եք, քննարկեք, դուք ինիկացնեմ առաջին հծանի ամենքողջականանը, դա դախազներ իրավունություն եք, դա հանցագործություն է, որովհետև քննարկման առարկա դատավարական կարգով չի կարող դառնալ նորմատիվ ակտի բովանդակությունը համապատասխանում ադրեգոս դա ունի այլ ընթացակարգեր, անկախ մնացած Արոմենան հիմա մեզ բերել է մեղադրան, բայց իմ ասում եմ ձեզ բերել որ լիազորություններից անցել է Եվ հրամանը նորից, որ ձեզ բերեի հիմա քննարկման առարկան է հանդիսանում։ Քրեական դատավարության հրաժարվելքի 342 վերդիկտ կայացնելիս ուսման հարցերի քննարկման շրջանակներում դատան է բոլոր հարցադրումներին անդրադառնալու։ Դա որ մեղադրանք բերեի, որ գործող ազգային ժողովը, մեղադրանք բերեն, դեպուտատներին բերեն, բոլորին ասեն ընդունել է օրենք, հակասահմանադրական իրավունք չունեն նման օրենք ընդունելու, հիմա քննարկում ենք։ Դուք կարեք քննարկեք այդ հարցը, չէիք կարող, դա հենց անձնամխելիության խնդիրը հետևյալն է, դա կգնաս սահմանադրական դատարանը կգնահատի, երբ որ կհաստատվի, որ դա ոչ իրավաչափ է եղել, դրանից հետո կապացուցվի, որ այդ գործընթացում եղել է այլ հանգամանքներ, որը մեղավորությունը հաստատում, նոր առանձին քննարկման ավարտը կդառնա, դեպուտատի դեպքում չի կարող դառնալ, նախագահի դեպքում չի կարող դառնալ։ Հենց այդ խնդիրը, որ սահմանադրական մարմինները, մենք շատ ենք պրիմիտիվ ասում, սահմանադրական մարմինների խնդիր են խոսում։ Դատախազի լիազորությունները չկան այնքան, որպեսզի քննարկման առարկա դառնի պետության նախագահի լիազորությունների շրջանակում կատարված գործողություն։ Հակառակ դեպքում գլխավոր դատախազը յուրացնում է իշխանությունը ամբողջ Հայաստանում։ Կամ լիազորությունների տիրություն գործել, կամ լիազորությունների տիրությունից դուրս։ Արգելական, ձեր որոշումը, որ դա դատարանը երբ կարող է ձեր վճիռը որ կայացնեք, արդարացման դատարանները կայացնեք, առանց քրեական գործման այլ դատարան, առանց բողոքարկելու, առանց բանանելու, ասեն դատարանը լիազորություն չուներ արդարացման դատավճիռ կայացնել։ Չեք կարող չէ, նույնն է, բեկրամի էլ չեն կարող, հենց այդ եմ ասում, դուք ձեր լիազորությունների շրջանակներում իրականացրել եք գործ։ Ձեր ասացի տրամաբանությունից հետևյալը, որ դատարանը անգամ ձեր ասած այդ հիմքով իրական ընկալումների դատարանցնելու լիազորություն չունի։ Ունի, ուղիղ անհատատեսած։ Ուղիղ անհատ, այն իմ ասածը հենց այդ է, եթե դուք պատկերացրել եք դատարանցել եք կայացնում, կապ չունի, արդարացման կամ մեղադրական։ Հետո ձեր հանդեպ գլխավոր դատախազը մեղադրանք առաջադրում, ասում է վերազանցել եք ձեր լիազորությունները իրավունք չունեիք դատավճիռ կայացնելու, համապատասխանաբար չեն եք համ բողոքարկում, ԲԴԽ-ին արտադրական, ուղղակի քրեական գործով տանում են ուրիշ դատարան։ Հիմա դուք եք մեղադրում, դուք չէ, ուրիշ դատարան մեղադրել եք, որ ասում դատավորը անձնամխելի է որոշումներ կայացնելու։ Ասում եք քննարկենք դատավարական կարգով, դուք սխալ որոշում եք կայացրել։ Չի ասում, ասում դեր ազգական շահագրգռվածությունն է, եղել արդարացություն իրականացնել է, որ ձեր մասին դա խոսեն, ասեն դուք դատավոր եք, ազգական շահագրգռվածություն եք ունեցել, արդարացությունը ճիշտ ժամանակին կայացնելու, դա բան է, ոնց որ դա սխալ է։ Այդ մեղադրանքով ձեզ չէ, ուրիշ դատավոր եք, արեք քննարկենք դատավարական կարգով, երբ որ վերանայված չի։ Հետևաբար նախագահի կողմից ընդունված նորմատիվ ակտի ճիշտ կամ սխալ լինելը քրեական դատավարական կարգով երբեք ոչ մի հանգամանքում ենթակա չի քննարկման։ Դա ուղիղ բացառվում է հենց այդ հոդվածը, որ դուք ցիտեցիք, պաշտոնավարումից առաջ, հետո։ Դա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին որպես ֆիզիկական հաստատված իրավունք է, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն է, որ դատախազությունը չմտնի այն դաշտ, որտեղ չպետք է մտնի։ Քննչական մարմինները չմտնեն են դաշտ, այդտեղ արդեն իրանց լիգայից բարձր լիգա է, իրանք առաջին լիգայում են խաղում, սա վեշի լիգայի խնդիր է, կա ազգային ժողով, կա սահմանադրական դատարան, եւ դա իրանց տիրույթում է։ Երբ որ վեշի լիգայից իջնում է, նույն շատուցահայեր են բան, գերագույն լիգայից բարձր իջնում է արդեն առաջին լիգայում կարող քննարկել, բայց դա այնտեղ խաղը չի եղել, հենց դրա մասին է խնդիրը։ Ամեն դեպքում արգել դատարան դուք եք որոշով եք պարզավորում ինչ որ որոշեք, բայց խնդիրը հենց դրա մեջ է։ Ես հարց չեմ բարձրացնում, որ անձեռնամխելիությունը մենակ սահմանադրական դատարանը կարող է քննարկել։ Ես ասում եմ նախագահի նորմատիվ ակտը իրավաչափ է, թե իրավաչափ չի, քննադատական կարգով քննարկման ենթակա չի։ Սա բան է, անհատական ակտ չեն քննարկում, չեն քննարկում ինչ որ մեկին արտոնություն տալու խնդիր, որ դրա մեղադրանքում կալված չի այդ ակտի ընդունման ինչ որ այլ նախադրյալներ, ուղղակի գրած է, ընդունել է ակտ, որը չի բխում սահմանադրությունից։ Դե ասում եմ բխում է։